Բարի լույս սիրելիներս, ով հավատում է Աստծո որդուն, նա իր մեջ իսկ ունի այս վկայությունը, ով չի հավատում Աստծո որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հավատում այն վկայությանը, որն Աստված վկայեց իր որդու համար։ Տեսեք սիրելիներս, մենք Աստծո որդիներ ենք դառնում որդեգրության, այսինքն մկրտության ժամանակ, երբ որ մենք մկրտվում ենք ավազանի մեջ, Աստված մեզ որդեգրում է, դարձնում իր զավակները, ինքն էլ դառնում է մեր հայրը։ Հիսուս Քրիստոս որդի է իր էությամբ, այսինքն իր աստվածությամբ։ Եթե մենք Հիսուսին այս էությամբ ընդունում ենք, այդ ժամանակ է, որ Աստված Հիսուսի հոգին ուղարկում է մեր մեջ, եւ մենք էլ ինչպես Պողոս առաքյալն ասում, աղաղակում ենք ասելով Աբբա հայր։ Ուրեմն Աստծո վկայությունը մեկն է՝ ճանաչել Հիսուսի աստվածությունը։ Հիսուսի հարցը պատահական չէր, մարդիկ իմ մասին ինչ են խոսում, ով եմ ես։ Շատ շատերը թե Հիսուսի կենդանության ժամանակ, թե Հիսուս հետո այդպես էլ չկարողացան հավատալ Հիսուսին։ Այսօր մարդիկ կան, որ ասում են, որ Հիսուսը հորինված կերպար է, Հիսուսը չի եղել, հնարել են, որպեսզի մարդկանց խաբեն եւ խաբեության մեջ պահեն կամ թմրեցնեն։ Բայց երբ որ դու սկսում ես Հիսուսին ճանաչել այս ճանապարհով, որ ինքն Աստծո որդին եւ հայրն էլ երկու անգամ երկնքից վկայել է, որ ին որդին նրան լսեցեք, դու նաեւ որդու միջոցով հորն ես ճանաչում։ Ոչ մեկ չի կարող հորը մոտենալ առանց Հիսուս Քրիստոսի։ Դրա համար նաև մեկ ուրիշ տեղ Պողոս առաքյալն ասում է, մենք մեկ միջնորդ ունենք Աստծո առջև, Հիսուս Քրիստոսին։ Հիսուս Քրիստոսը, որ միջնորդում է մեզ համար Աստծո առջև։ Եթե դու մոտեցար Հիսուսին, ճանաչեցիր, զգացիր, դու նաև կարող ես հորը ճանաչել ու զգաս։ Եվ այդ ժամանակ է, որ Հիսուս ասում է. ես եւ հայրս կգանք եւ կբնակվենք ձեր մեջ։ Ուրեմն որպեսզի որդին էլ մեր մեջ գա բնակվի, մենք պիտի ճանաչենք։ Եթե չճանաչենք Հիսուսին, ուրեմն հորն ենք սուտանում, իսկ Աստված երբեք սուտ չի խոսում։ Աստված երբեք մարդուն սուտ խոստումներ չի տալիս, այլ Աստված ուղարկեց իր զավակին, որպեսզի զավակին ճանաչելու միջոցով իրեն ճանաչենք, հասկանանք, սիրենք, ոչ թե վախենանք, այլ այդ սիրո հարաբերության մեջ վերադարձնենք մեր կորցած հավիտենական կյանքը, որով Հիսուս մեզ համար խաչվեց, մեզ դեպի փրկություն առաջնորդելու։